Ողջույն սիրելիներս, այսօր կկիսվեմ ձեզ հետ իշխան ձուկը ջեռոցում պատրաստվող իմ ամենահամեղ տարբերակներից մեկով, տոնական սեղաններին մատուցվող հիանալի տարբերակով, շատ համեղ թանձրուկով, սոուսով։ Թանձրուկը պատրաստում եմ աջիկայով, այս թանձրուկով ձուկը ստացվում է շատ համեղ ու հյութեղ, իսկ գեղեցիկ մատուցման համար այն պատրաստելու եմ լավաշով։ Ասեմ, որ իշխանի փոխարեն կարող եք վերցնել ցանկացած տեսակի ձուկ։ Հավատացնում եմ ձեզ, եթե մեկ անգամ պատրաստեք այս տարբերակով, այն կդառնա ձեր սիրելի տարբերակը, ինչպես որ իմն է։ Աջիկան պատրաստել եմ ինքս, տեսանյութը կա իմ յութուբյան ալիքում, կտեղադրեմ այս տեսանյութից մեկնաբանությունների բաժնում, ցանկության դեպքում կարող եք դիտել։ Քանի որ աջիկայի մեջ կա սխտոր, սոխ, բուսայուղ, թանձրուկին էլ ավելի համեղ ու ախորժելի բույր ու համ տալու համար կավելացնեմ միայն մի քանի ճյուղ նանա, թարխուն և մեկ լիքը ճաշի գթալ կիտրոնի հյութ։ Կարող եք նաև մի փոքր աղ ավելացնել, բայց ես չեմ ավելացնի, ինձ համար աջիկայի մեջ եղած աղը բավական է։ Թանձրուկը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 200-ից 250 մլ աջիկա։ Ձուկը ինձ մոտ 1 կգ 200 գրամ է, նախապես մաքրել եմ, լվացել եմ, կհեռացնեմ պոչը և թևիկները։ Ձկան վրա կանեմ մոտ 2-ից 3 սմ լայնքով կտրվածքներ մինչև ոսկորը, երկու կողմից, որպեսզի թանձրուկը լավ ներքաշի ձկան մեջ։ Ձուկը մարինացնելու համար վերցնում ենք համապատասխան աման, թանձրուկի կեսը լցնում ենք ձկան վրա, լավ տարածում ենք երկու կողմից, կտրվածքների մեջ նույնպես։ Ցանկալի է թանձրուկի մեջ ձուկը թողնել մարինացվի 1 ժամ։ Վերցնում ենք մեկ լավաշ, ծալում 2 տակ, մեջտեղի հատվածում դնում ենք ձուկը և որպեսզի ձուկը ավելի հյութեղ և համեղ ստացվի, ձկան մեջ դնում ենք 50 գրամ լավ որակի կարագ։ Երկու կողմերից ծալում ենք լավաշը, ինչպես որ ցուցադրում եմ, եզրերը ամրացնում ենք փայտե չոփիկով, ավելացնում ենք մնացած թանձրուկը և հավասարաչափ տարածում։ Տեղափոխում ենք տապակի մեջ, եփում 30-ից 40 րոպե 170 աստիճանի տակ, կախված ջեռոցի տեսակից։ Ուշադիր եք լինում, եթե նկատում եք լավաշը շատ է կարմրել և կարող է այրվել, ապա ծածկում եք փայլաթիթեղով մինչև պատրաստ լինելը, ինձ մոտ եփվեց 35 րոպեում։ Սիրելիներս, տեսեք թե ինչքան ախորժելի տեսք ունի, շատ համեղ է ստացվել։ Սիրելիներս, ավելացնում ենք կիտրոնի հյութը և վայելում այս համեղությունը, անչափ համեղ և հյութեղ է ստացվել։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, կխնդրեմ նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն իմ ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ նոր համեղ տեսանյութերը։ Դե ինչ, մինչ համեղ հանդիպում։